արտագաղթ, պարտություն, անվստահություն, վախ, անարդարություն, Արցախը Հայաստան է եւ վեր։ սուտ։ Պետությունը պետք է ունենա օրենք, կարգ, արժանապատվություն։ Եթե ուզում ես փոխել պետությունը, պետք է ընտրես դոկ կուսակցությունը, Քվեաթերթիկ համար 15։ Բարև ձեզ բարեկամներ։ Հերթական հանդիպումն է համահայկական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Հերթական, ինչպես ասում են, երկխոսությունը, որի ընթացքում մենք աշխատում ենք հնարավորինս հանգամանորեն ձեզ ներկայացնել թե շարունակվող քարոզարշավը, թե նաև այն իրավիճակը, ինչը այսօր տիրում է այս քարոզարշավի ընթացքում։ Եվ պիտի ասեմ, որ մեր զրուցակիցը հնարավորինս միշտ անկեղծ անմիջական փորձում է պատասխաններ տալ մեր հարցերին, դրանում դժվար չէ համոզվել ամեն անգամ դիտելով մեր երկխոսությունը Արշակ Կարապետյանի հետ։ Պարոն գեներալ, նախ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ Մոսկվայում գտնվելու օրերին հնարավորություն ունեմ ձեզ հետ այսպես տետատետ զրույց անցկացնելու, ինչը շատ կարևոր է, եւ մեր ունկնդիրն էլ բազմիցս համոզվել է, թե որքան անկեղծ անմիջական են ձեր պատասխանները։ Դե եթե չեք առարկում, սկսենք մեր հերթական զրույցը։ Տեսեք, իրավիճակը քարոզարշավի ընթացքում այնպեսին է, որ վերլուծաբանների շատերը նկատել են, գրում են այդ մասին, բարձրաձայնում են, որ Փաշինյանը հայտնվել է այսպես շախմատային լեզվով ասած ցնցվագի իրավիճակում, չգիտի շատ հաճախ ինչ է խոսում, նրա այդ պահվածքը պարզապես ոչ միայն զայրացնում է մեր ունկնդիրներին, այլ նաև ինչ որտեղ հիասթափեցնում, ինչով եք դա բացատրում։ Պարոն, դե առաջինը ինձ թվում է ինքը լինելով master sport այդ ընտրությունների եւ այլ տարբեր ավանտյուրաների մասով ինքը չի կարա չհասկանա, որ ինքը հաստատ չի հավաքելու բավարար ձայներ, ոնց է ինքը սիրում ասել, որ միանձնյա որոշում կայացնի կառավարություն կառուցի։ Դա իրան բերել է հենց այդ ձեր ասած հոգեկան վիճակի մեջ, ընկել է հիստերիայի մեջ, հասկանաք, տղամարդը կանգնած կնոջ հետ, իմ մոտ տպավորություն էր, որ ոչ թե տղամարդ ու կին են իրար հետ խոսում, այլ երկու կին իրար հետ կռվում են։ Հասկանաք, շատ նման էր։ Այո։ Շատ նման էր։ Կանացի շուկայի։ Հա, շատ նման էր։ Թող ներեն ինձ կանայք, հա, թող ներեն, հա, մենք իրանց շատ սիրում հարգում ենք, բայց դա կանացի պահվածք էր։ Ու բացի դրանից հետո ըստ մեր տեղեկությունների այդ կնոջ հետ ում ոտ ինքը տենց ակտիվ վիճում էր, այդ կնոջը գործից ազատել են։ Դուք տեղյակ եք դրա մասին։ Չէ, ահա որ է։ Հասկանաք, հələ լավ են, թողենք ենկոմ են կալանավորված քաղաքական գործիչներին, թողենք ենկոմ են, չգիտեմ, մարդկանց, որոնք ասենք ինքը համարում է իր համար վտանգավոր տանում է։ Այդ կնգա կնոջ այդ տիկնոջ վտանգը որտեղ էր։ Ինչ էր, տիկինեկը իր կարծիքներ ասում։ Կանգնիր, երկրի ղեկավար ես, կանգնի համբերաբար լսի։ Կներեք անհայտ կորածի մայր էր։ Թողնի, որ ասում եմ, այդ մարդիկ չգիտեն զինվորական ինչը, չգիտեն զոհվածի մայրը ինչ է, դրանք մի օր բանակում չեն ծառայել։ Մի օր բանակում չեն ծառայել։ Ու նա պետք է կայներ թքեր իր երեսին, ինքն պետք է խելոք կանգներ լսեր, որտեվ այդ կինը մեր ազգին տվել է հերոս տղա, որը որ զոհվել է։ Հասկանում եք, այդ մարդը իր կյանքը տվել է, մի անգամ ծնվել է, մի անգամ, գիտենք որ չի ծնվել, բայց այդ մարդը իր կյանքը տվել է, դու ո՞նց ես կանգնել խոսում, դա չենք զարմանում։ Երբ որ մեկը թքում է, մեկը հայհոյում է իր թիմից, ինքն էլ այդ ձևա վերաբերում, հետո էլ գնում այդ զոհվածի, այդ կներեք այդ անհայտ կորածի աստվածտակենդանի լինի,
անհայտ կորածի այդ սպայի մայրին աշխատանքից հեռացնում է։ Դուք պատկերացնում եք մակարդակը ում ենք մենք ընտրում։ Պատկերացնում եք ժողովուրդը ում պետք է ընտրի ու ամոթ նրանց որ դրանց էլ ինչ պետք է անի, էլ ինչ ձև իրան պետք է պայի այդ մարդը, էլ ինչ վատություն պետք է անի մեր ազգին, որ մեր ազգը խելքի գա։ Գիտեք, ես չեմ ուզում որպես հայ ասեմ, իմ մոտ տպավորություն է, որ մենք ոնց ասեմ, այս ամեն ինչը այսպես բաց թողելով, մեզ համոզելով, որ դա ճիշտ է կամ էսի սենց է, էսի նենց է, իմ մոտ տպավորություն է, որպես մասնագետ եմ ասում, որ մենք որպես ազգ, որպես չենք հասունացել այդ իր հենց լոզունգին անկախություն, դեմոկրատիա, չենք հասունացել։ Թողներեն մենք հին ազգ ենք, ես որպես հայ իրավունք ունեմ երևի այդ կարծիքն ասեմ։ Կարող է ուրիշ մի ազգ ասել, ես էլ նեղանայի։ Բայց ես դրան եմ գալի։ Հասկանում եք, ահավոր վիճակ, թե միջազգային դաշտում, թե ներքին դաշտում, թե մեր սահմաններին, ինքը չի հասկանում հասարակ բան, Արցախի մասին էր այդ կինը հարցը բարձրացնում։ Ինքը չի հասկանում, որ ինքը պետության գլուխն է։ Կապ չունի ով է կռվե, ով չի կռվե։ Դու չես սպասել այդ կռվին, դու գնացել ես, ոնց ես ասում, միանձնյա որոշում ես ընդունել եւ հանձնել այդ հողերը։ Դու կրում ես պատասխանատվություն։ Հասկանում եք, չի հասկանում։ Նույնիսկ եթե ինքը այդ փաստաթուղթը կնքած չներ, Արցախը ճանաչած չներ, ժողովուրդը կռվեր, պարտվեր, օրինակ եմ ասում։ Մեկը ինքն էր պատասխանատու։ Ինքը դա չի հասկանում, որտեղ ինքը տենց էլ չդարավ երկրի հայ ժողովրդի ղեկավար։ Ինքը չդարավ Հայաստանի Հանրապետության ղեկավար, ինքը չհասկացավ դա։ Ինքը չի հասկանում ինքը ով է։ Ինքը չի հասկանում, որ պետք է ինքը աչոթներ տա։ Հասկանում եք, ինչ է արել։ Այս ընթացքում 8 տարվա մեջ այսպիսի 8 տարի հայոց պատմության ժամանակ չի եղել, նույնիսկ եղերնու ժամանակ։ Եղերնին եղել է, բայց հետո մենք պետություն ենք սարքել։ Այդ պետության մեջ մտել է եւ Արցախը, եւ Վանը, եւ Ղարսը, եւ այլ եւ այլ։ Դու հիմա այս 8 տարին մեր պատմության մեջ սև 8 տարի է։ Խոսում է հեղափոխություն, ինչ հեղափոխություն է սա։ Ուղղակի աթոռս գրավ է։ Ուղղակի աթոռս գրավ է։ Շարժումներն էլ են Լենին պապի շարժումներն է, ուշադիր նայեք։ Հելնում է մեքենայի վրա, հարձակվում է ժողովրդի վրա, գորգռում է, խմեստենց ղեկավարը պետք։ Կներեք էլի, ես բան չունեմ ասել։ Խիմեզի տենց ղեկավարը պետք։ Դուք պատկերացնում եք աշխարհում մի ղեկավար ցույց տվեք այդ պահվածքի վրա։ Օրինակ Մակրոնն է տենց իրան պահի։ Էլ չեմ խոսում, ասենք Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Չեմ խոսում Չինաստան, չեմ խոսում Պարսկաստան, կներեք Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, ցույց տվեք մի երկիր, որ նման պահվածքով, նման մակարդակով ղեկավար ունի։ Ամոթ մեզ։ Այդքան բան։ Ամոթ մեզ։ Չէ, պատկերացնում եք, մարդ ասում է, դու ինչի՞ չես զոհվել, դու ինչի՞ ես ապրում։ Սարսափելի բան է։ Իհարկե։ Բա դու խի չես զոհվել։ Բա դու խի չես զոհվել, մի օր բանակում չես ծառայել, շուխուրակ չէ ինտերնետում, որ քանի որ իր երկու եղբայրը ծառայել են բանակում, ինքը դրա համար չի ծառայել։ Կներես Հայաստանի Հանրապետությունում այդպիսի օրենք չկա։ Հայաստանի Հանրապետությունում կար այսպիսի մի չգրված օրենք, չգիտեմ ոնց որ թե գրված չէր, հրաման էր, որ եթե մի եղբայրը ծառայել է Արցախում, երկրորդ եղբայրին Արցախ չէին տանում, դա եղել է։ Հայաստանի Հանրապետությունում եղել է, որ զույգ եղբայրները պետք է ծառայեն նույն ստորաբաժանում, դա եղել է։ Բայց Հայաստանի Հանրապետությունում չի եղել, որ ինչ որ տնից մեկը ծառայել է, մյուսը չպետք է ծառայի։ Դες բան չկա։ Ինքը խուսափել է ծառայությունից ու իր թիմից խուսափածներ ծառայությունից լիքն են։ Եթե ոչ բոլորը համարյա։ 1-2 հոգի կան, որ իրոք ծառայել են։
Մնացածը մոտիկ չեն եկել բանակին, մոտիկ չեն եկել բանակին։ Ու այսօր այդ մարդիկ երկիր են ղեկավ, ասում ամոթ մեզ, այդքան բան։ Պարոն գեներալ, տեսեք, զարմանալի է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման պահվածքի համար Փաշինյանին չի հանում քարոզարշավից, որտեղ նա իրեն կարող է թույլ տալ վիրավորել մյուս ուժերի, մյուս կառույցների, կուսակցությունների, մյուս նման կառույցների ղեկավարներին այնպեսի արտահայտություն նրանց հասցեին անել, որ սովորաբար նման արտահայտության համար կարող են մարդուն հանել քարոզարշավից, այդպես ընդունված է, գրված է այդպես օրենքում, որ ոչ մի մասնակից ընտրարշավի իրավունք չունի դիմացինին ահաբեկել, վարկաբեկել, չգիտեմ, ինչ է մնում անի, որպեսզի այդ արարքը խստորեն դատապարտվի։ Պարոն Ղուշյան, ես նորից եմ ասում, ինքը չհասկացավ, որ ինքը Հայաստանի Հանրապետության ղեկավարն է։ Ինքը չի հասկանում, որ այդ օպոզիցիոն, այդ մարդիկ, ով որ այսօր, ասենք, իր քաղաքական դաշտում իր հակառակորդներն են, որ դրանք էլ են իր քաղաքացին։ Ինքը չի հասկանում։ Ինքը իր, ով որ, ասենք, ընդդիմադիր ուժը շուն անվանում չէ, այս անվանում, այն բայց շները մեր Հայաստանում ավելի պատվով են, քան ասենք իր թիմը։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, նորից եմ կրկնում, ով է ներկայացնում հայոց պետությունը, նման ներկայացուցիչը կարա ապահովի Հայաստանի անկախությունը եւ անվտանգությունը, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Էլ ինչ պետք է անի ինքը, որ մենք հասկանանք, որ ինքը բանի պետք չի։ Էլ ինչ պետք է անի ինքը, որ մենք հասկանանք, որ մենք սխալվել ենք 18 թվականին։ Բոլորս ենք սխալվել, վստահելով իրան։ Ցավոք սրտի, տենց լինում է քաղաքականության մեջ, ցավոք սրտի, բայց մենք էլ պետք է դա ուղենք։ Այդ իրավիճակը պետք է ուղենք։ Ես հավատացնում եմ, ցանկացած օպոզիցիայի ղեկավար, դու գիտեք, ես սաղին չի, որ լավ եմ վերաբերվում, ցանկացած այսօրվա օպոզիցիայի ղեկավար, ով էլ կլինի, Իրանից 10 գլուխ պատվով տղեկ են։ Պատվով եւ Իրանից 10 գլուխ ուժեղ մարդիկ են։ Ով էլ կլինի։ Տեսեք, ես ինչ եմ ասում։ Անդիմադիրների ասի։ Այո։ Ու իրենց վիրավորելը, իրենց կալանավորելը, հա, գնալ ասել, մեկ էլ անցել է այսքան ժամանակ, ու մեկ էլ ասում են, կներեք, ընդ մեկին ասում են, ցեմենտի գործանը վերցնում ենք։ Խի։ Ինչի՞ համար հենց իմացակ, որ ասենք այդ մարդիկ դնում են իրանց տեխնացիոն գնում եք ցեմենտի գործանը ձեռցարեք։ Որտեղ է արդարությունը։ Կամ մարդը քարոզարշավը անում, դու դնում ես իրան վիրավորում ես, ինքը պատասխանատալի, դու գնում ես իրան կալանավորում ես։ Կամ գալի ասում ես փողա բաժանել, կալանավորել եմ այն կանդազին։ Կանդազը պատվով տղա է, կռված տղա է։ Ես իր այդ մի քանի անգամ շփվել եմ, շատ կռված տղա է, ես չգիտեմ արելա թե չի արել, եթե արելա վատ արել։ Ես չգիտեմ դա, չգիտեմ իրանց ապացույցները, բայց հասկանալով իր արդարադատությանը, այդ թվում իմ հանդեպ, ես չեմ հավատում, որ ինքը դա արել է։ Հետո բացի դրանից կաշառքի մասին է խոսում։ Խի մենք հասկանում ենք կաշառքը այն, որ զանգում են ասում են արի քեզ 10,000 դրամ փող տամ։ Իսկ կաշառք չի, որ զանգում ես ասում ես իմ համար չքվեարկես, գործից կհանեմ։ Դա ինչ է։ Դա կոռուպցիա չի։ Կամ դա կոռուպցիա չի, որ դու ասում ես բանին թաղապետարարին մի հատ շրջեք տներով բանը, կամ դա կոռուպցիա չի, որ դուք պասպորտ սեղանին ասում եք այս մարդու տան վրա բաներ գրանցի, մարդը գնում է, ես գիտեք ինչքան է զանգի։ Մարդը գնում այնտեղ եւ ասում է, որ բանը, մեկ էլ հայտնաբերել են, որ իմ տան վրա մարդիկ են գրանցված, որոնց ես չեմ ճանաչում, ու իրանք արդեն կան ընտրացուցակի մեջ։ Իմ մոտ խիստ կասկածանք կա, որ կարող է մի հոգի գրանցված լինի եւ թավուշում, չգիտեմ, եւ
Երևանում, եւ Էջմիածնում, եւ Գորիսում դելի մի հատ միկրոավտոբուսի մեջ այդ մարդկանց ֆռցնեն։ Դա խախտում չի, խախտում է։ Կամ ես մի անգամ ասացի, չէ, բանկերի բանը որ կանչում են եւ ասում են sense բանկա, քեզ փող են դնում քարտի վրա եւ այլ։ Ես դա հասկանում եմ եւ իհարկե գիտեմ, ու ես տեղյակ եմ մի ուրիշ բանի մասին։ Ну տեղյակ ասած, ասենք, այսպես ոնց այնք ասում, օթում պատտվող տեղեկությունների։ Ինքը Եվրոպայից գումարներ է ստացել, որ կարողանա, երբ որ անցնեն պարլամենտ, անհատական դեպուտատներին կանչի գումար առաջարկի։ Տեղեկություն է, թոստուգեն, ես չեմ կարող ասեմ, դա ճիշտ է թե սխալ է։ Չունեմ այդ փաստերը։ Բայց ըստ պատտվող լուրերի։ Հա, ոնց ենք ասում, ըստ օթում պատտվող լուրերի։ Ու ստեղծել ամենակարողի կերպարը Հայաստանի ներսում, մարդ, որը կներեք տղամարդ, որ սիրտի կա ցույց տալի մատերով, հա, տղամարդ երկի ղեկավար, որ չագուշն առած ընկած է ժողովրդի մեջ, հիմա էլ սպառնում ասում, կնստեցնեմ, ես կանեմ, ինչա, ոնց ես նստեցնելու, գնալու ես անձամբ կալանքնելու ես, դու ես օգտագործելու ես պետական ռեսուրսը քո աթոռի համար, դա կոռուպցիա չի։ Ու ասեմ ձեզ, ստեղծել է Հայաստանի Հանրապետությունը այսօր այդ իրավական դաշտի եւ իր քաղաքական այդ ղեկավարությունը ստեղծել է ահավոր կոռուպցիոն համակարգ, խոսքը փողի մասին չի։ Հələ փողին կվերադառնանք, խոսքը փողի մասին չի, որ կարա ինքը զանգի ասի քրեական գործարքեք, ինքը հայտարարում է 5 րոպեից դատախազությունը ցեմենտի զավոդ է ուզում, դա կոռուպցիա չի։ Ինչա կոռուպցիան մենակ նա է, որ մարդը գնում է ինչ որ խախտում անում, փող աշխատում կամ չի աշխատում, կամ չինովնիկը փողերա դուրս գրում բյուջետից, չէ։ Դա ամենա, գիտեք, ամենա ոնց ասեմ, ցածր մակարդակի կոռուպցիան է։ Կամ այդ ամենաքյասիտ կուսակցությունը, որը որ 18 թվին եկավ դարավ բան։ Այդ ոնց է հիմա դարել, քաղաքի կենտրոնում շենքեր ունի, ամեն տարածքում բաներ ունի, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում օֆիսներ ունի, որոշ գյուղերում օֆիսներ ունի, աշխատավարձով մարդիկ է պահում։ Բայց որտից։ Որտեղից։ Իսկ մնացած կուսակցությունները, նայեք, բացի իշխանական կուսակցությունից ոչ մեկ այդ քանակի ներկայացություն չունի։ Ոնց է պահում այդ մարդկանց։ Ինչի հաշվին է պահում։ Ուզում եմ ասեմ, որ այդ իր պահվածքը, նորից եմ ասում, ես ուղղակի մեր ժողովրդին եմ դիմում։ Ժողովուրդ ջան, նայեք ում եք ընտրում։ Մի խնդրում եմ, մի նայեք ձեր պաշտոնին, ձեր բանին։ Հիմա էլ ասում են, որ գալիս ես իջնում ես այրապորտում թղթիկ են տալի 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Ու այնտեղ տիպը զգուշացնում են, որ եթե եկել եք ընտրությունների, հանկարծ փող չվերցնեք։ Դուք պատկերացնում եք փաստացի մեր կառավարությունը ամբողջ ժողովրդին համարում է կոռումպացված։ То есть 10 հոգի թափ-թփուկը մաքուր են։ Այն մնալ, եթե մարդուն գալիս ես հանկարծ փող չվերցնես։ Այդ չի նշանակում, որ դու այդ մարդուն ոնց որ ասես նախկինում վերցրել ես, հիմա մի վեկա։ То есть այդ մարդուն դու վերցնում ինչ ես անում։ Հեսա կետակ, պարոն Ղուշյան, մի շաբաթ որ գնաք Երևան, այդ թուղթը կստանաք։ Ու խնդրում եմ հրապարակեք։ Օտանավական։ Հա։ Նարեկ Կարապետյանին ասում էին, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, շանտաժ տակար։ Մարդը ասում է, ես երբեք ոչ մի երկրի քաղաքացի չեմ եղել։ Ավելին, հանձնարարել է քնչական կառույցին, որպեսզի գործ հարուցեն հանձնարարության նկատմամբ կարեն ներողություն Նարեկ Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնությունը պետական մակարդակով մեկ օր առաջ ասում է, որ նման բան չկա, որ Նարեկ Կարապետյանը երբեք չի եղել
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, սրանք չեն էլ բարի աճում, ասել որ կներեք, սխալվել ենք, թեկուզ այդպես իրենց մեղքը խավեն։ Սա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ սրանք նոր ասում են Դիշովի PR անող են, Դիշովի ձևով մարդուն կարան վարկաբեկեն։ Այս վերջերս էլ տպեցին, չէ, ով է շպիոն։ Պատկերացրեք, մի հատ ինչ որ sense ապուշ թերթ, թե կայք, որի մասին Լիտվայում, որի մասին ես անունն էլ հիմա չեմ հիշում, որի մասին ոչ մեկ Հայաստանի Հանրապետությունում համոզված եմ չգիտի։ Տպում է ինչ որ հոտված Հայաստանում Ռուսաստանի ագենտների մասին, երևի լսել եք, հա։ Ու մեկ էլ մի ժամ հետո երկրի ղեկավարը պատկերացնում եք մեկ երկրորդական, ինչ երկրորդական 10-րդական։ Հա, 10-րդական բանա, այդ կայքը կարդացել են 100 հոգի, 100 հոգուց մի հոգին մեր երկրի ղեկավարն է։ Մի ժամից պատկերացնում եք, ունդեղ ասում է, որ անհերքելի փաստեր, փաստ չկա։ Բացարձակ փաստ չկա։ Հասկանում եք։ Ու ինքը խոսում է, ինքը նույնիսկ չի իմանում, դա ինչ է։ Ես նորից եմ ասում, դա կոչվում է ակտիվկա։ Ես համոզված եմ, որ իր այդ շեստյորկեքը փողով տվել Լիտվայում այդ հոդվածը, причем շատ անմակարդակ ձևով է կատարված։ Ինտերնետից հավաքած տեղեկությունները վերընկալ են միացրել են իրար ու տպել են, փաստ չկա։ Այնտեղ չգիտեմ, ռեզիդենտ, մեզիդենտ եւ այլ։ Իսկ այդ փաստը ուր է, որ այդ մարդու մասին որ գրում եք, որ ինքը ռեզիդենտ է։ Ուր է այդ փաստը։ Դուք գիտեք ռեզիդենտ ինչ է։ Ու ինչ են անում, տպում են, հետո ինչ որ մի երրորդական երկրում, ինչի համար են երրորդական երկրում տպում, որ ասենք դժվար է, չէ՞, մի Հայաստանից ասենք դատի 10 այդ թերթը։ Տպում են երրորդ երկրում ու օգտագործում են ներքին կուխնյայում, կապ չունի դա կապացուցվի, թե չի ապացուցվի։ Այդ արդեն սաղ կմոռանան։ Դե մեր ժողովուրդը հասարակ ժողովուրդը, որ նայում ասում, ու մի ժամ հետո մեր երկրի դա իր կազմակերպվածն է։ Նենց լուրջ դեմքով։ Թող քո ԱԱՑ-ի տնօրենը հելներ, հայտարարեր, փաստեր ներկայացներ։ Օրինակ ասեր, այս Սամվել Կարապետյանի ստորագրությունը, այս Նարեկ Կարապետյանը որ քաղաքացի է, հա։ Թող բան անել։ Այս մի տարի է Նարեկ Կարապետյանը այնտեղ ֆրֆռում է։ Իրանք միջև հիմա չեն ստուգել իր քաղաքացիությունը։ Այդ ո՞նց է մերոնք որ գնում էին այդ բաները տային հայտարարությունները, միջև պասպորտ սեղանից թուղթ չէին ստանում, որ իրանք չեն այլ երկրի քաղաքացի, չէին թողուն մտնեին նախընտրական ցուցակ։ Նարեկ Կարապետյանը նման փաստաթուղթ չի բերել ցեզանից։ Հասկանում եք աբսուրդը։ Բացի դրանից, կներեք Նարեկ Կարապետյան եւ Կարապետյան ազգանունը բավականին տարածված է։ Եվ Նարեկ բառն է բավականին, կներեք անունն է բավականին տարածված։ Ու կարող է Ռուսաստանի Հանրապետությունը, որտեղ 2 միլիոնից արդեն հայ է ապրում, կարող է մի 30-ատ Նարեկ Կարապետյան լինի։ Ես մի բան գիտեմ, որ Նիկոլ Փաշինյան նման անունով հաստատ չեն գտնի։ Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան, չգիտեմ, Արշակ Կարապետյան, Գամլետ Ղուշյան, ես համոզված եմ, որ այդ իրավաբանական դվայնիկները լիքը կան, նույնիսկ կարան նույն օրը ծնված լինեն։ Հակառակը ասեմ, մարդկանց, որից ինքը տեղյակ էլ է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, այդ թվում իր թիմից, այսօր պաշտոններ են զբաղեցնում։ Մենակ Ռուսաստանի չէ, այդ թվում այլ երկրների։ Հիմա դու եկել ես, քեզի դրել ես սրբի տեղ։ Իհարկե պայքարը կեղտոտ տեխնոլոգիաներով, ես այսքան նայում եմ, ոչ մեկ նման կեղտոտ տեխնոլոգիա ընդդիմությունից չի օգտագործում։ Ոչ մեկ,
բացի երկրի ղեկավարից, որտեվ գիտի ինքը սյուրպրիզ է ստանալու, ինքը շատ են զոմբիները, որ կան դեռ պատրաստ են Ալիևի քամակը պաչեն, իր հետ հերթ են կանգնած, ես կարծում ինքը կհամոզվի, որ դրանք այդքան է շատ չեն, անցավ այդ ժամանակները, որ Իրան այսպես հավեմ այդ հիստերիկին, հիստերիայի, հոգեկան հիվանդ բանով, ոնց որ դուք եք ասում, ես ասել եմ, մեր ապագա ղեկավարը պետք է գնա այդում միջազգային հոգեբանական էքսպերտիզա անցնի, նորմալ է թե չէ, երկրի ղեկավարը պետք է լինի հանգիստ, պետք է լինի կարողանա նստի լսի, նույնիսկ եթե դիմացին գորգռումը, պետք է կարողանա մարդուն սթափեցնի հանգիստ ձևով, պետք է կարողանա իր մտքերը հասցնի հանգիստ ձևով, հասկանում եք, երկրի ղեկավարը ինչ վիճակ է լինի, քիչ ծանր վիճակ է եղել Ռուսաստանում, դուք տեսել եք մի օր գորգռա, քիչ ծանր վիճակ է եղել Ադրբեջանում, դուք տեսել եք մի օր գորգռա, քիչ ծանր վիճակ է եղել Թուրքիայում, դուք տեսել եք մի օր ճվճվա, փողոցում, մի հատ կնոջ վրա, ու կներեք, որ դա արվի, ինչ եք կարծում, ինչ կարծիք կունենան այն ժողովուրդները, որ այդպիսի ղեկավար են, ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, որ մեր ժողովուրդը տենա այդ կերպարը, ու ընդեղ մեր ընդդիմադիրներից մեկը իրեն անվանեց համբալ, ես ճիշտն ասած, որպես մի անգամ ասել եմ, Հայաստանի քաղաքացի այդ կարծիքի հետ համաձայն եմ։ Պարոն գեներալ, ես պիտի ասեմ, որ մեր բացախոսության արդյունքում շատ-շատերը ճանաչեցին նաև Արշակ Կարապետյան ազնվորությանը լրիվ այլ կողմից եւ պիտի ասեմ, որ պատահական չէ, որ կարծում ենք մեր ծրագրի հասցեին ստացված մեկնաբանությունները մարդիկ դրվար տանկի խոսքեր են ասում ձեր կուսակցության, ձեր կառույցի հասցեին եւ դա չի կարող չուրախացնել, որտեղ վերջապես շատերը հասկացան, որ Արշակ Կարապետյանի եւ նույնիսկ Վարդան Ղուկասյանի համագործակցությունը հենց այնպես պատահական չի ստացվել։ Դա արվել է ինչ-որ անալիզների արդյունքում։ Եթե այդ ամենից դուք կարողանաք գալ իշխանության, ինչ ծրագրեր եք ունենալու, ինչպես եք շարունակելու ձեր գործունեությունը։ Պարոն Ղուկասյան, մենք կարող է լիդերներ ենք, կարող է, չգիտեմ, ինչ ենք, բայց համագործակցում ենք գաղափարի հետ եւ համագործակցում ենք կուսակցության հետ։ Մենք անձերի հետ չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք կուսակցության հետ, կուսակցությունների հետ։ Հասկանում եք, ես ուզում եմ, ինչեմ դա ասում, մեր ժողովուրդը հասկանա, որ չպետք է գնա անձընտրի։ Երբ որ մեր ժողովուրդը սովորի, որ ընտրի ծրագիր, իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ այդ ծրագրի չկատարման համար պատասխանատվության կանչի ու չտա իր ձեները։ Այդ դեպքում մենք կարանք ասենք, որ մենք կարանք լինենք պետություն։ Իսկ մենք այսօր անուններ ենք ընտրում։ Հա, ընտրում ենք Արշակ Կարապետյան, ընտրում ենք Սամվել Կարապետյան, ընտրում ենք Ռոբերտ Քոչարյան, ընտրում ենք Նիկոլ Փաշինյան, ընտրում ենք, չգիտեմ, չեմ ուզում ոչ մեկին, սա թող բացասական ոչ մեկ չընդունի, ինչ որ ասում, որտեղ իմ անունն էլ տվեց։ Եկեք անձերից են կողմ գնանք։ Նայենք մարդիկ ինչ են առաջարկում։ Ծրագիր ունի։ Ու կուսակցություն ընտրենք։ Մի հատ նայեք այդ կուսակցությունը։ Հերիք չի նստել են, մարդիկ թքում են, հայոյում են, չգիտեմ, կռիվ են անում, բաց թողի վիճակ, սաղորը սպանություն եւ այլ եւ այլ։ Հա, ինձ հարցնում եք, ասում եք, որ պարոն Կարապետյան, որ գաք իշխանության, ինչ եք անելու։ Առաջի հերթին, ես որ գամ իշխանության, ես համարելու եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մեր քաղաքացի։ Ինչքան էլ ես հիմա իր մասին sense վատ եմ խոսում։ Նա Հայաստանի քաղաքացի է։ Ու պարզա ցանկացած ղեկավար պատասխան է իր քաղաք, պատասխան պետք է տա եւ պետք է ապահովի իր քաղաքացու անվտանգությունը։ Առաջին հերթին։ Պարտավոր է,
կապ չունի սիրում է, չի սիրում, կռվել է, չի կռվել, հայել է, չի հայել, հասկանում եք, իր քաղաքացին ինքը ղեկավարը։ Դա ամենաառաջինը ինչ պետք է արվի։ Երկրորդը ինչ պետք է արվի։ Դա պետք է մեր ժողովուրդը չբաժանել, ոնց որ հիմա փորձում է բաժանի արցախցիների, նորից փորձում է բաժանի արցախցիների եւ ասենք Հայաստանաբնակների։ Դա вообще արգելված է, դա вообще հակաժողովուրդ, դա դավաճանություն է։ Դա դավաճանություն է։ Առաջ դա երկրորդը, դու պետք է մտցնի համերաշխություն ժողովրդի մեջ։ Պետք է դադարվի այս 20 տարվա առաջ ով ինչ արեց, ով ինչ չարեց, այդ ամեն ինչ պետք է զրոյացվի, պետք է ամնիստիա հայտարարվի համատարած։ Մարդիկ պետք է շունչ քաշեն։ Փողոցում գնալուց իրար պետք է բարևեն։ Մեր երեխաները պետք է դաստիարակվեն մեր հերոսների արարքների վրա։ Այ ոչ թե ղժժանների, որ ղժում են, որ տեղ հասնի, ղժում են, որ իրանց նայեն։ Հասկանում եք։ Այն մնացած էս կարամ ասեմ, ասենք, անվտանգության համակարգ ու սկսեմ պատմել, չգիտեմ, այնտեղ էկոնոմիկա եւ այլն։ Չէ, ես ուզում եմ հասարակ մարդու մակարդակով բացատրեմ։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեկս մեկին հարգենք։ Բացառենք մեր բացասական վերաբերմունքը մեկս մեկին։ Նույնիսկ եթե այդ մարդը դիմացիկ մարդը ուրիշ կարծիք ունի, մենք պետք է բացառենք։ Մենք պետք է կարողանանք սարքենք մի երկիր, որ աշխարհը մեզ հարգի։ Ասում ենք, այսօր ասենք, գիտեք, ժողովուրդներ կան, որ շատ փոքրիկ ժողովուրդներ են, բայց ունեն պետություն։ Բայց ինչի սաղ չեն հարձակվում իրանց վրա։ Ինչի շատ սաղ չեն, որովհետև այդ մարդիկ կարողացել են իրենց աշխարհին ներկայացնել, որ իրենք ունեն այդ գենը, որ ունենան պետություն։ Մենք էլ ունենք։ Բայց այս ճանապարհին մենք տես ամեն ինչը շտկենք։ Դեռ ամեն ինչ արժևում է։ Ամեն ինչ արժևում է։ Ու մենք կառուցելու ենք մի պետություն, որի մեջ հայերը իրենց ազատ պետք է զգան։ Իսկ եթե հայը միտեղ ընկել է դժբախտության մեջ, մենք պետք է հայի հետևից գնանք, աշխարհի գործերն լինի Բաքվում, լինի Անկարայում, լինի Վաշինգտոնում, մենք այդ հետևից գնանք։ Պետք է պաշտպանենք, պետք է ապահովենք պաշտպանությունը։ Այստեղ հիշում եք մի 10 տարի առաջ, թե 15 տարի առաջ այդ սկինխենդները հայ էին սպանել։ Ես այն ժամանակ որպես հետախուզության պետ եկա այստեղ եւ հանդիպման ժամանակ իմ գոլեգային հայտարարեցի, որ սա անընդունելի է։ Անընդունելի է։ Եվ այդ համատեղ, ասենք, ինչ-որ նիստերի ժամանակ, որտեղ այլ մեր SNG-ի, թե ODKB-ի, ասենք, ներկայացուցիչներ էին նստած, ես նորից հայտարարեցի եւ կողքինները, ասենք, մյուս երկրի հետախուզության պետերը, ասենք, Ղազախստանի, Տաջիկստանի, իրանք ասին, հա, դա ճիշտ է, ինչ-որ մի բան պետք է անել։ Եվ արվեց։ Պետք է անենք։ Եթե ես մի բանն եմ ասում, մի տարբերակն եմ ասում։ Իսկ եթե հայը ինչ-որ հանցագործության մեջ մեղադրվում է, ինչ-որ կարող իրոք հանցագործություն արի, ուրեմն մենք պետք է կոնսուլին ուղարկենք հետևի դատարանում, որ այդ հայի հանդեպ ազնիվ վերաբերվեն։ Մեր քաղաքացու մասին է խոսքը։ Հայ, կարող է եւ հանցագործություն ունի։ Կարող է։ Բայց մենք պետք է տիրություն անենք։ Ոնց որ դե փորձի թող մի ամերիկացու, ասում են Ռուսաստանի քաղաքացի, Ամերիկայի քաղաքացի, ասեմ ինչն է պատճառը։ Ոչ թե մեր պասպորտը սիրուն չի, հիմա պետք է փոխենք, ինչ որ բան է փոխվելու։ Այդ պատճառը նա է, որ այդ անձնագրով այսօրվա իշխանության
օրոք մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում։ Դրա համար գնում են ուրիշ պետության քաղաքացիություն են ընդունում, որ լինեն պաշտպանված։ Բա հիշեք մենք սովետական միությունում էինք, չէ՞ դաստիարակված։ Ու ոչ մեկ այն որ ասում է մերոնց տպում են, ոչ մեկ այդ լոզունգը չպետք է մոռանա։ Թափում էինք դուրս, չէ՞։ Ու դա մենակ Հայաստանում չէր։ Դա լինում էր նույնիսկ այն երկրներում, որտեղ որ ասենք կարող հույր էր, բայց որ մի բան լնում էր, եթե կողքից հայեր ասում, գալի կողքը կանգնում էր։ Փոքր ժամանակ Մոսկվայի փողոցով գնում ենք, ես մի անգամ ասել եմ։ Փոքր երեխա է ծնողներիս հետ։ Դեպից որ հայ են գալի, իրար ասում են, հայ ես։ Այնքան էր էդի մոդա անգե, որ բանը, ստեղ ռուսներն էլ էին, չէ՞ սովորել։ Գալի ասում են, հայ ես։ Այդ բառը նույնիսկ սովորել էին։ Մենք պետք է այդպիսի երկիր ունենք։ Ոչ թե փողոցում հայ ընտենի, դեմքը փոխի, որ յանի չի։ Բան չի, բարևում էինք իրար։ Դրսում բարևում էինք իրար։ Չէին կամաչում։ Իսկ հիմա աշխատում են գնան այնտեղ հանգստանան, որ այնտեղ հայ չլինի։ Դե եթե սխալ եմ ասում, ասեք սխալ եք ասում։ Հանկարծ հայ չլինի։ Կամ որ ասենք միտը գնում անդե լիքը հայեր են։ Հասկանում եք։ Դա հակառակը պետք է լինի։ Այդ նշանակում որ մենք սրանց օրոք կորցրել ենք ինքներս մեր հանդեպ հարգանք, որտեղ այս պահվածքը վարակիչ է որոշ մարդկանց համար։ Եա, պարոն գեներալ, շնորհակալ եմ հերթական բաց զրույցի համար։ Շերի բարեկամներ, մենք հերթական անգամ հյուրընկալել էինք համահայկական ճակատշարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։ Սպասեք նրան առաջիկայում ևս, իսկ այսօր այսքանը, ցտեսություն։ Արտագաղթ, պարտություն, անվստահություն, վախ, անարդարություն, Արցախը Հայաստան է եւ վեր։ սուտ։ Պետությունը պետք է ունենա օրենք, կարգ, արժանապատվություն։ Եթե ուզում ես փոխել պետությունը, պետք է ընտրես դոկ կուսակցությունը, Քվեաթերթիկ համար 15։